Հովիվ տղան, որը Գայլ էր գոչում։ Մի փոքրիկ գյուղում ապրում էր մի պատանի, ով ամեն օր գյուղից հեռու տանում էր իր ոչխարների հոտը արածելու։ Նա միշտ ձանձրանում էր մենակ մնալով և մտածում էր, թե ինչպես զվարճանա։ Մի օր նա որոշեց կատակ անել։ «Գայլ, Գայլ», սկսեց նա գոռալ։ Գյուղացիները լսեցին նրա աղաղակները և վազեցին իրենց մահակներով ու եղաններով, օգնելու տղային։ Երբ հասան, տեսան, որ ոչ մի գայլ չկա։ «Որտե՞ղ է Գայլը», հարցրեցին նրանք։ Տղան ծիծաղեց. «Չկա ոչ մի գայլ, ես պարզապես կատակ էի անում»։ Գյուղացիները զայրացած վերադարձան իրենց գործերին։ Մի քանի օր անց տղան նորից որոշեց կատակ անել։ «Գայլ, Գայլ», գոչեց նա։ Կրկին գյուղացիները վազեցին նրան օգնելու և կրկին նա ծիծաղեց նրանց վրա։ «Մի արեք այդպես», զգուշացրեց նրան մի իմաստուն ծերունին։ «Եթե միշտ ստես, մի օր, երբ ճշմարտությունը ասես, ոչ ոք քեզ չի հավատա»։ Բայց տղան չլսեց իմաստունի խորհուրդը։ Մի երեկո, երբ արևը մայր էր մտնում, իսկական գայլ եկավ։ Այն մոտեցավ հոտին և սկսեց հարձակվել ոչխարների վրա։ Տղան վախեցած բարձրացավ մոտակա ծառը և սկսեց գոռալ. «Գայլ, Գայլ, օգնեցեք, իսկական գայլ է»։ Սակայն այս անգամ գյուղացիները մտածեցին, որ նա նորից կատակ է անում։ Նա չի կարող կրկին մեզ խաբել, ասացին նրանք ու մնացին տներում։ Տղան գոռում էր ու գոռում, բայց ոչ ոք չէր գալիս օգնելու։ Գայլը շատ ոչխարներ հափշտակեց ու անհետացավ անտառում։ Երբ տղան վերջապես վերադարձավ գյուղ և պատմեց, թե ինչ է պատահել, գյուղացիները տխրեցին։ «Այս դասը մենք բոլորս պետք է հիշենք», ասաց իմաստուն ծերունին։ Նա, ով ստում է, նույնիսկ երբ ճշմարտություն է ասում, չի կարող սպասել, որ իրեն հավատան։ Եվ այդ օրվանից տղան երբեք չստեց։